ՍԵՊԱ-ի համաձայնագրի անվտանգային բաղադրիչը վերաբերում է էներգետիկ անվտանգությանը, տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանը եւ կայունությանը, սովորական սպառազինությունների տարածման վերահսկողությանը, թրաֆիքինգին, կիբերանվտանգությանը եւ սննդի անվտանգությանը։ Այս զեկույցը ներկայացնում է էներգետիկ անվտանգության մասով հրապարտավորություններ եւ դրանց կատարման ընթացքը։ Ես կաշխատեմ մաքսիմալ հակիրճ լինեմ, հիմնականում կրճատեցի զեկույցից հիմնական հատվածները։ Ամեն դեպքում ասեմ, որ ՍԵՊԱ-ի նպատակներին հասնելու համար ՍԵՊԱ-ով նախատեսված են հետևյալ գործողությունները կոնկրետ. առաջին էներգետիկ անվտանգության եւ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացում, ինչպես նաեւ էներգախնայողություն, հաջորդը մրցակցային էներգետիկ շուկաների զարգացում, ապա վերականգնվող աղբյուրների էներգաարդյունավետության եւ էներգախնայողության առաջխաղացում եւ տեխնոլոգիաների փոխանակում էներգետիկ անվտանգության եւ թափոնների կառավարման ոլորտում։ Վերջապես մեծամորի ատոմակայանի անվտանգ ապա ակտիվացում եւ նոր փոխարինող ենթակառուցվածքի ստեղծման նախատեսում։ Վերնշված գործողությունների շրջանակներում 18 թվականից ի վեր կառավարությունը իրականացրել է մի շարք բարեփոխումներ, որոնցից գլխավորը թերևս մրցակցային էներգետիկ շուկաների զարգացումն է։ Ըստ այդ դրույթի ամենաշնորհայնացվել է եւ ազատականացվել է էլեկտրաէներգիայի բաշխման շուկան, որը շատ կարեւոր իհարկե բարեփոխում է։ Մյուս կարեւոր բարեփոխումը վերաբերում է արևային էներգետիկայի զարգացմանը, հատկապես տնային տնտեսությունների կողմից արևային վահանակների տեղադրմանը պետական աջակցությանը։ Այսպես կիրառվում է տնային տնտեսությունների կողմից արտադրված արևային էներգիայի տարեկան կտրվածքով գոյացած ավելցուկի գնում բաշխիչ ցանցերի կողմից։ Բացի այդ, կառավարությունը սուբսիդավորում է քաղաքացիների արևային վահանակներ տեղադրելու նպատակով բանկերից վերցված վարկերի մասով գանձվող 10-ից 15% տոկոսադրույթներից 10%-ը։ Այս ծրագրից օգտվել են շուրջ 30,000 տնային տնտեսություն, սա բերել է Հայաստանի էներգոարտադրության մեջ արևային էներգիայի մասնաբաժնի աճի, ինչն էլ իր հերթին բերել է ոչ միայն երկրի էներգետիկ անկախության եւ անվտանգության մակարդակի բարձրացմանը, այլև բնակչության լայն շրջանակներում սոցիալական խնդիրների լուծմանը։ Սակայն 2025 թվականի հուլիսի 1-ից այս սուբսիդավորումը դադարելու է, ինչը հարվածելու է ոլորտի աճին։ Կարծում ենք, որ նպատակահարմար է, որ կառավարությունը շարունակի այս ծրագրի գործողությունը։ Ընդհանրապես արևային էներգետիկայի զարգացման հիմնական խոչընդոտ է դիտվում արևային էներգիայի գեներացման անկայունությունը օրվա ընթացքում։ Արևային էներգիայի արտադրությունն աճել է այնքան, որ ցերեկային ժամերին առաջանում է լուրջ ավելցուկ, ինչը գոյություն ունեցող ենթակառուցվածքներն ի վիճակի չեն ոչ կուտակել եւ ոչ էլ արտահանել։ Իսկ այդ ժամերի սպառման խթանման գործիքակազմ չի կիրառվում։ Դրա պատճառով անհրաժեշտություն է առաջացել հավասարակշռել տատանումների ցանցից անջատելով այլ էներգագեներացնող էլեկտրակայաններ, այդ թվում ատոմային էլեկտրակայանից, ինչը էապես ավելացնում է 1 կիլովատի ինքնարժեքը։ Հարկ է նշել, որ վերոնշյալ խնդիրները բնորոշ են ոչ միայն Հայաստանին, այլև վերականգնվող էներգետիկայի զարգացմամբ աչքի ընկնող գործնականում բոլոր երկրներին եւ ունեն շատ կոնկրետ լուծումներ, մասնավորապես ներդրվում է այսպես կոչված պահանջարկի կառավարման գործիքակազմ, որը գնային եւ այլ լծակների միջոցով խթանում է սպառումը ավելցուկային ժամերին եւ հակառակը։ Ընդ որում սա արվում է առանց սակագների միջին մակարդակի աճի, պահպանելով խոցելի եւ այլ խմբերի նկատմամբ հոգացությունը։ Հաջորդը խթանվում է կուտակային համակարգերի ներդրումը բնակչության եւ բիզնեսի կողմից։ Ընդհանրապես իհարկե ցանկալի է, որ այս կուտակային համակարգերի արտադրությունը նաեւ դա հասկանալի է, դա ակումուլյացիոն համակարգներն են, որոնք կուտակում են այդ էներգիան, արտադրությունը Հայաստանում խթանվի, որտեղ դա արագ զարգացող ճյուղ է ընդհանրապես աշխարհում եւ մեծ շահութաբերություն ունեցող եւ դրա պահանջարկը միայն Հայաստանում չէ, տարածաշրջանում գնալով աճելու է եւ նման արտադրություն ունենալու դեպքում մենք առաջանցիկ նաեւ զարգացում կարող ենք ապահովել այդ ոլորտում Հայաստանում եւ նաեւ բյուջեի տեսակետից դրական արդյունք կունենանք։ Վերջապես խթանվում են էներգետիկ նոր տեխնոլոգիաները, ինչպես օրինակ ջերմային պոմպ, էլեկտրական տրանսպորտ եւ այլն։ Այսպես միայն կուտակային կայանների տեղակայումը նաև հնարավորություն կտա ամբողջապես ավտոնոմ էներգասնուցման անցնել ամբողջական բնակավայրերի համար, որը հատկապես սահմանամերձ բնակավայրերի դեպքում անվտանգային նշանակություն ունի։ Մյուս կարևոր խնդիրներից է հեծերում կոռուպցիայի եւ հովանավորության առկայությունը, որի մասին ներքին խոսակցություններում ահազանգում են էներգոարտադրողները, այսպես հեծի ղեկավարությունը չի ապահովում արդար մրցակցությունը եւ լիցենզիաներ է տրամադրում իր ղեկավար կազմի հետ աֆիլիացված ընկերություններին, բացի այդ ժամանակին կառավարության հետ իր բանակցությունների ընթացքում հեծը հասել է նրան, որ
իր էլեկտրաէներգիա արտադրության մեջ պետք է 8% մաքուր շահութաբերություն ապահովի, միաժամանակ ուռճացված ծախսերի պայմաններում այդ շահութաբերության երաշխավորումը պետության կողմից ծանր բեռով ընկնում է սպառողների ուսերին։ Պետք է նշեմ, որ զեկույցը պատրաստվել է 1 ամիս առաջ եւ այս վերջի իրադարձությունները ներառված չեն դրանում, որոնք մենք գնահատում ենք դրական, այսինքն կառավարության եւ վարչապետի մտադրությունը ազգայնացնել հեծերը եւ դրանով ավելացնել դրանց արդյունավետությունը, հույս ունենք նաեւ ուշադրություն կդարձվի, որ այս կոռուպցիոն ռիսկերը եւս վերացվեն այդտեղից եւ նաեւ այս ուրեմն абսուրդ 8% պարտադիր շահութաբերության հարցն էլ արդեն դուրս կգա իհարկե։ Ըստ պաշտոնական տվյալների Հայաստանի Հանրապետությունում էներգոարդյունավետությունը զիջում է ԵՄ-ին շուրջ 2.7 անգամ եւ Արևելյան Եվրոպայի երկրների միջին ցուցանիշին 1.7 անգամ։ Հայաստանը զգալի կախվածության մեջ է ներկրվող հանածո վառելիքից եւ վերջին տասնամյակում այդ կախվածությունն ավելացել է։ Ներմուծող հանածո վառելիքից կախվածության նվազեցումը գերակա խնդիր է Հայաստանի համար, որին հասնելու հիմնական ճանապարհը վերականգնվող էներգետիկայի առաջընթաց զարգացումն է։ Ներքին պահանջարկի բավարարման նպատակով բնական գազի ամբողջական փոխարինումը արևային էներգիայով ներքին պահանջարկի անփոփոխ պայմաններում կպահանջի վերականգնվող բացի հիդրոէներգետիկայից վերականգնող էներգիայով աշխատող 700 մեգավատ հզորության կայանների կառուցում, հաշվի առնելով, որ 2021 թվականի առաջին կիսամյակում արդեն իսկ շահագործվում էին շուրջ 150 մեգավատ հզորությամբ կայաններ։